Ողջույններս հայրենակիցներ հարգելի, շատ լավ է և պետք է օրը սկսել աղոթքով, շնորհակալություն հայտնելով Աստծուն ամեն մի և ևս մի առավոտ, հիանալի առավոտ պարգևելու համար և այդպես է շնորհակալություն հայտնել, շարունակել շնորհակալություն հայտնել Աստծուն և օրը հանձնել Աստծուն։ Շատ հեշտ է և որը հաճախ ենք մենք անում, անցյալը մոռանալ և առաջ շարժվել, բայց ինչքանով է դա այդ խելամիտ, երբ որ դու անցյալը մոռանաս և նորից առաջ շարժվես, նույն անցյալի մեջ մտնես, նույն խնդիրների մեջ, դա անիմաստ է և ոչ խելամիտ։ Ես մի ուղերձի մասին կուզեմ խոսել, որը ես շուտ պիտի անեի, շուտ եմ ցանկացել այս ուղերձը անել, երբ որ ես գնացել եմ Ռուսաստան։ Նախորդ մինչ Ռուսաստան գնալը ես պլանավորել էի այս ուղերձի մասին, բայց երբ գնացի, այդպես էլ և հարմար ժամանակ չեղավ, և հարմար չգտա այդ անել, գուցե և Ռուսաստանից, թեկուզ այդքան էլ մեծ տարբերություն չկա մեծ, խոսքս վերաբերում է Ռուսաստանի մասին, Ռուսաստանում ապրելու մասին, հակառուսական տրամադրությունների մասին, խոսքս վերաբերում է այդ հակառուսական շարժումների մթնոլորտի վերաբերյալ, ոչ գուցե միամիտների համար դա պարզ չի, որ աշխարհում չկա մի հատ ազգ ռուսին ատող, ինչպիսին է Թուրքիան, շատերը դա չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, բայց դա այդպես է, չկա այդպիսի մի ազգ, որ ռուսին այնպես ատի, ինչպես թուրքը, Թուրքիայի գլխավորությամբ, և պատահական չի ձեր այդպիսի մոտեցումը, ձեր այդպիսի դրսևորումը ռուսների նկատմամբ։ Եվ ձեզ է խոսքս ուղղվում, այդպես էլ ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերյալ Ռուսաստանում ապրելու, ես բառեր չեմ գտնում նկարագրել այնտեղի մթնոլորտը, այն կյանքի մասին, որը կա Ռուսաստանում, չեմ էլ ուզում նկարագրել, տարբերության մասին էլ անիմաստ եմ համարում խոսել այլ տեղերի վերաբերյալ, նամանավանդ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարբերությանը, չեմ ուզում այդ լավի մասին նկարագրել, ինչպիսին է Ռուսաստանը, ինչպիսին էր Ռուսաստանում, ես այդպես էլ մնացեք այդ կարծիքին անտեղյակ, թե ինչքան լավն է Ռուսաստանը, ինչպիսի լավ է Ռուսաստանում կյանքը, այդպես էլ մնացեք անտեղյակ, թեև շատերը երազանց էլ իմանում եք Ռուսաստանում ինչքան լավն է, և պատահական չի այդպիսի ձեր թշնամանքը Ռուսաստանի նկատմամբ, բնականաբար նախանձը, որովհետև ձեր մոտ լավ բան չկա, չի կարող լավ բան առաջանալ, ինչևիցե Ռուսաստանում լավ կյանքի մասին շատ բան չեմ ուզում խոսել, նկարագրել իմ բառերով, դա միայն ապրել է պետք, լավ մարդու և աշխատասեր մարդու համար, իսկական տեղը, նամանավանդ հայի համար, և իմաստ չկա բացատրել, թե ինչքանով են հայ ազգը և ռուս ազգը, եթե իրար նման չեն, ապա ինչ-որ տեղ իրար համար են,
եւ ինչքանով նույն արժեքները ես միշտ գիտեի, որ ռուս ազգը արժեքասեր եւ մշակութասեր, նույն մշակութասեր ազնա, ինչպեսին որ հայերը։ Ես այսօրվա հայերի մասին չի խոսքը, որը մեծամասնություն է կազմում։ Եվ դուք, որ այդքան մարդկանց թունավորում եք Ռուսաստանում վատ լինելու մասին, որ մարդիկ չգնան այնտեղ ապրելու համար, դրա համար դուք փոշմանելու եք։ Ինչևից է բոլորը գիտեն հենց այդ հակառուսական ֆաշիստները, որոնցից ովքեր ամեն մեկը չկա տենց մեկը, որի ազդեցիկ բարեկամը Ռուսաստանում լավ հիմքեր չդրած լինի։ Ինչևից է, քանի որ ես վերադարձա Հայաստան, հիմա Հայաստանում եմ, խոսենք մի երկու բան Հայաստանի մասին։ Հայաստանի վերաբերյալ ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Այս վիճակի համար, եթե մի քանի բան, եթե ինչ-որ կարծիք բացական կազմելու լինեք, ես տեղյակ եմ իրադարձության, ես վկա եմ իրողության, երբ որ հորս հասցեին մարդ ասել է, արտահայտվել է ձախորդ փամոս, ինքը անձամբ հետո կույր է դարել։ Դա այն իրավիճակն է, երբ որ Աստվածաշունչը, երբ որ Հիսուսի խոսքերն է, բերանից դուրս եկած խոսքերն է, որ երևույթով դատաստան մի արեք, դրսի երևույթով, այլ արդար դատաստան արեք։ Դա այն դեպքն է։ Եվ Աստծուն չես կարող խաբես դրսի երևույթով, չես կարող։ Միայն Աստված է իմանում մարդը ինչերի միջով է անցնում։ Եվ դրսի երևույթով դատելը դա Աստծո դեմ է։ Սրա մասին եմ ուզում խոսեմ։ Ես արցախցիս, որ պիտի ստանամ 40,000 և տան վարձ 70,000, այս սրան տվել եմ 150,000 սես գործիքին, 150,000։ Երբ որ ես բժշկին ասել եմ կտակ այս սրա չեկը, որ ես այդ գումարը մոծում եմ, պատասխանել է, եթե չեք ես ուզում, ես քեզ հաշվի համար կտամ, դու տար վճարի 170,000։ Ես սկզբանե հասկացա շատ բան։ Մինչև հիմա էլ ուզում եմ հասկանալ, ես ինչի համար եմ տալիս այս գործիքին 150,000։ Իսկ 170,000 եթե չեք ունենալու համար ես պիտի վճարեմ, ես ինչքան հասկանում եմ, տալիս եմ այդ սարքը նորը գնելու համար։ Փաստորեն այդ սարքի իսկական գինը 170,000 է, եթե ես առնում եմ։ Բնականաբար այդ սարքը նոր է, չօգտագործած, բայց ես ցույց տամ այդ սարքը, որ օգտագործած է։ Կարող եք ինքներդ տեսնել, այ ճաքած, հնացած։
Այս մեկն էլ նույնպես կապրոնների վրա երևում է։ Կապրոնների հնացած, ճակած, այստեղ կեսը կոտրած։ Դե հասկացողը հասկանում է, որ այն կոտրած մասի վրա եթե դու ձող չես սեղմել, չի կոտրի բնականաբար, եւ տես որ այդ կոտրած մասի համար ձող չի սեղմված։ Դե այսպես ես իմ սեփական աչքերով հաստատ տեսնում եմ օգտագործած է։ Եվ երբ որ ես բժշկի հետ խոսեցի, ասեց բնականաբար սա պիտի ձեզնից վերցնենք, հանձնենք, ինչ որ գործողությունների ենթարկենք, որ հետագայում չօգտագործվի։ Փաստորեն ըստ իրենց այս դեպքում իրանք հիվանդի վրա որ տեղադրում են, հետո չեն օգտագործում, բայց սա այնա տեսնում եմ, որ օգտագործած է, ինչ է ստացվում, հասկացողը հասկանում է ինչ է ստացվում։ Սա այն է, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում արցախցիների նկատմամբ։ Ես ինչի եմ սա ասում, ես այդքան անշնորհք ու անշնորհակալ չեմ, որ ես ինձ բուժող բժշկի վերաբերյալ ինչ որ գործողություն անեմ կամ պատասխանատվության ենթարկելու մասին մտածեմ։ Սա իրողություն է, ես բարև աղբեր։ Ես իմ բժշկից շնորհակալ եմ ինձ ձերքս բուժելու համար։ Դրա մասին չի խոսքը, հարցը մաֆիայի մասին է։ Հարցը ինչ է տեղ ունենում երկրում։ Եթե երկիրը կառավարում է նման ղեկավարներ, բնականաբար ուրիշ կերպ էլ չի լինի։ Հիմա իսկ եթե ինչքանով է վերաբերում սա կառավարությանը երկրում, որը ստանձնում է պատասխանատվություն ցանկացած քաղաքացու համար, արցախցին ոնց պիտի 40,000 ստանալով, որը որ կտրվում է գալիք ամսուց, վճարի և տանվարձ 70,000 և 50,000 օրինակ այս սարքի համար, և ոչ մեկս էլ ապահովագրված չենք։ Ոնց։ Այդ հարցի պատասխանը ոչ մեկը առայժմ չի կարող տա, բացի արցախցուց, որը արցախցու ամենօրյա մտահոգությունն է։ Հիմա ես ուղղում եմ խոսքս արցախցիներին, սիրելի արցախցիներ, եթե դուք այսքանից հետո որոշում կայացնեք, որ այս թուրքերի հետ դուք ապրեք, ապա եւ ընդհանրապես ոչ միայն արցախցիներին է վերաբերում, ցանկացած արժանապատիվ հայու, եթե այսքանից հետո որոշում կայացնեք դուք այս թուրքերի հետ ապրեք, թուրքացածների, ապա դուք ձեր ապրածից ոչ մի բան չեք հասկացել, եւ ձեր ապրածն էլ մի բան չի, եթե այսքանից հետո որոշում կայացնեք այս թուրքերի հետ ապրել, որովհետեւ միայն երկու տեսակ իրար նման մարդիկ են իրար հետ ապրում, եթե մի տեսակը այլ է լինում, տարբերվում է մյուսից, նրանք իրար հետ հնարավոր չէ ապրեն։ Դուք իրանց հետ ապրելով ոնց եք որոշում կայացնում իրանց հետ ապրել։ Իրանց հետ ապրելով դուք փաստում եք, որ դուք իրար հետ ինտեգրվում եք, խառնվում եք իրար հետ։ Դա ոչ մեկիս համար գաղտնիք չի, պարզ է, եթե դուք որոշում եք կայացնում ապրեք, ձեր ոչ անցածնամի բան
ոչ էլ դուք ձեր անցածից մի բան եք հասկացել, ձեր անցած ապրածի համար, և ընդհանրապես այն դերասաններին, որ ջոկատ են ստեղծում, խումբեր են ձևավորում, արցախցիների անունից ներկայանում, արցախցիների անունից խոսում, միտինգներ անում, ավելի լավն է դուք մեր անունից ոչ մի բան չանեք ու չխոսաք։ Մարդիկ, որ ծնված օրվանից պայքարի մեջ էին, մինչև հիմա, դուք ուր էիք, ով էիք, դուք կարող եք ձեր անունից խոսել, ձեր ընկերների, ձեր շրջապատների համար գործել, խոսել, ձեր շահերի համար, բայց մեր համար ավելի լավն է չխոսեք էլի։ Մենք, ես իմ անունից բավական հնարավորություն ունեմ և խոսելու, և արձագանքելու, որովհետև նաև ձեր արածը, ոչ մի արածը չի նպաստում արցախցիներին առանց այդ էլ բաժանված արցախցիներին բաժան եղած արցախցիներին միավորելու, այլ ընդհակառակը ձեր արածը նպաստում է էլի ավելի շատ բաժանելու, որովհետև որ դուք տեղյակ եք, թե ով է այդ ամենի հետևում կանգնած, ոչ տեղյակ եք ում եք ծառայում, ոչ տեղյակ եք ում ուզածն եք անում, դուք ձեր ուզածը չեք անի, դուք ուրիշի ուզածը կանեք, դրա համար միշտ եղել եք գործիք, միշտ էլ լինելու եք գործիք, բնականաբար դուք արցախցի շահերը չեք կարող պաշտպանել, Արցախցուն չեք նպաստի, դուք մինչ մի բան անելը, մինչ արցախցու անունից խոսելը, մի երկու խոսք պատմեք ով եք դուք, ինչ պատմություն եք ունեցել, հետո խոսեք, հետո մարդիկ իմանան ով եք դուք, ինչ անցյալ եք ունեցել, իսկ մի երկու խոսք ևս Ռուսաստանի հետ կապված, ինձ Ռուսաստան երկու անգամ քաղաքի մեջը ճանապարհային ոստիկանները կանցրեցին, երկու անգամ էլ հենց ստուգեցին բազայում, հասկացան, որ Ղարաբաղցի եմ, Արցախցի եմ, սկսեցին հետաքրքրվել մեր իրավիճակի մասին, մեր կենցաղի, մեր առօրյայի վերաբերյալ մտահոգություն հայտնեցին, այնպես որ այ թուրքացածներ, եթե ռուսը մի բան ունի, վատ վերաբերմունք ունի, դա ձեր նկատմամբ է, իսկ մեր հայերիս նկատմամբ չունի, դուք մտածեցեք, ինչեր եք արել, ինչերի առաջ եք կանգնելու, և արդեն երևում էլ է դուք, ձեր ամեն ինչը պարզ է էլի, պարզ է, որ դուք ռուսի դեմ կարակ լինեք, ոչ, դուք սկի, դուք դեռ ձեր ազգը որոշեցեք, դուք ով եք, ինչ ազգ եք, նաղդահայեր չեք, հետո մի այլ ազգի վերաբերյալ մի բան խոսեցեք, դուք հալա ձեր ազգակիցներին նկատմամբ լավ վերաբերվեք, և ընդհանրապես բոլոր Արցախ ատողներին, հակաարցախցիներին, արցախցիներ ատողներին դուք անողորմ
անողորմ պատասխան եք տալու, դուք անողորմ հատուցում եք ստանալու, անողորմ։ Կրկնում եմ, բոլոր հակաարցախցիներին ու Արցախ ատողներին բոլորդ անողորմ հատուցում եք ստանալու, դատաստան եք ստանալու և արցախցիների նկատմամբ այդ վերաբերմունքի համար դատաստան եք ստանալու։ Este să ուղերձում առիթից օգտվեմ հիշեցնեմ եւս այն, որ արցախցիների համար արցախցիներին մտահոգող հարցերի համար, որ այսպիսի անտարբերություն մեր ազգի մեջ, մեր պետության մեջ, Ռուսաստանում ինչքան մեծահարուստ հայեր կան, բազմաթիվ հարուստներ կան, եւ արցախցիների նկատմամբ արցախցիների մտահոգող այսպիսի խնդիրներ կան, եւ այսպիսի անտարբերությունը եւս վկայում է, որ արցախցիներին մինչև հիմա տեր կանգնող չուներ, մինչև հիմա է շարունակում նույնպես։ Այդքան հնարավորություններ ունեցողներ կան, մեզ բանա փոքր թվով սոցիալապես խոցելի խմբերին դասավորեք, օգնեք, դուրս գան, նորմալ, արժանապատիվ ապրեն։ Օրինակ Ռուսաստանում, ես տեսել եմ Ստավարապոլ քաղաքում ինչ հիանալի հնարավորություններ կան, մարդիկ ապրելու, ինչ հնարավորություններ կան, լավ կյանք ապրելու, որին որ արժանի է արժանապատիվ արցախցին, այո, ես համարում եմ, որ արժանապատիվ արցախցին այսքան բաների միջով անցնելով արժանի չի, որ գա այս սեփական ազգում, պետությունում ձևավորված թուրքերի որոգայթ ու ճիրան անկնի։ Իմ մասին չի խոսքը, ես իմ հարցը լուծողն եմ, ես մտահոգ եմ խոցելի խմբի արցախցիներին, որը տեղյակ չեն, շատերը երևի, շատերը տեղյակ են տարբեր պատճառներով են, որ ամեն դեպքում շատ մարդիկ կան, որ կարիքը ունեն արժանապատիվ ապրելու, իսկ Հայաստանում կարիքավոր արցախցին հնարավոր չի արժանապատիվ ապրել, բացառվում է։ Ես այս տեսաուղերձը նաև ուղղել եմ նրա համար, որ ես այն տեսակը չեմ, որ ամեն մի բանի համար, ամեն մի խնդրի համար բարձրաձայնի, ես այն տեսակն եմ, որ հնարավոր է տարիներով արցախցիների նկատմամբ այսպիսի վատ վերաբերմունք տեսնեմ ու իմ կաշվից վրա իմ մեջս ցավ ապրելով, իմ մեջս տապակելով այդպես տանեմ, բայց այս ձերքիս հետ կապված վերջի դեպքը ինձ ստիպեց շատ բան կաշվիս վրա զգամ, եւ ես սա իմ համար չեմ, այս տեսաուղերձը իմ համար չի, ես անհանգստացած եմ արցախցիների համար, որի ես դարդը ցավը գոնե զգալի չգիտեմ, եւ ոչ մեկը չեն կարա իմանան արցախցիների ցավը, երբ որ դու ինքդ չես դա ապրում։
Աստված մեզ հաջողություն տա բոլորիս։